Շոտ սիրունա, շոտ։ Այսօրվա մեր ուղղությունը դեպի Ծաղկևանք։ Սա մեր առաջին փորձը չէ Ծաղկևանք հասնելու, բայց վերջինն է։ Սա մեր երրորդ փորձն է։ Ծաղկևանք հասնելու։ Տեսնենք կհասնենք տեղ թե չէ։ Ու ամենակարևորը մեր ճանապարհներին, ես միշտ մոռանում եմ, բայց ամրագոտին, քարսիքը եւ իհարկե պահանջողը այդ ամենը։ Եվ սիրում ես մեր ճամփորդությունները։ Այս տեսանյութը դեռ շատ վաղուց պետք է տեղադրեի, բայց չի հասցնում մոնտաժել եւ իհարկե ճիշտ ժամանակներ այն մոնտաժելու եւ տեղադրելու։ Գիտեք ինչ է եղել նոր։ Սխալ ճանապարհով ենք գնում։ Ես չգիտեմ, խի մենք տեղ չենք հասնում, խի մենք այդտեղ չենք կարում գնանք։ Ասալյո։ Արկելված է ինչա։ Արա լեռը հերվից շատ գեղեցիկ էր եւ մենք կանգառ ունեցանք, որպեսզի մի քանի կադր անենք։ Իսկ այդ նկարները կարող եք տեսնել Image-ում, որոնք արդեն տեղադրված են շատ վաղուց, ճիշտ է վլոգը պետք է շուտ լիներ, բայց չի հասցնում։ Իհարկե այդ բոլոր կադրերում ինձ օգնեց Լևոնը։ Ինչպես տեսնում եք, ճանապարհները այնքան էլ լավը չեն ու պետք է պատրաստ լինեք նման ուղևորությանը։ Այստեղ երբ որ առաջին անգամ եկանք, ես 8.5 ամսական հղի էի, չէ՞ լավ։ 8.5 էր։ Չկա։ Մոտ 7 էր։ Բախի ենք կատակում, որ ստեից հետո հիվանդանոց են գնալու։ 7 ամսական։ Հա, զուտ, հա։ Հա, ես 8 էի հիշում, դաժե 8.5 էի հիշում։ Կարճ ասած, ես սենց մեծ փորով այս քարքարոտ եւ տղիտացող ճանապարհներով գալիս էի Ծաղկևանք ու ներքին ձայնս ինձ ասվում է, որ մենք չենք հասնելու, կեսից իջնելու ենք, հիվանդանոց ենք գնալու եւ այլն, բայց իրականում տենց ոչ բան չեղավ, բայց մենք իսկապես տեղ չհասանք, մոտավորապես մի 400, հա 400 մետր էր մնացել, որ հասնեինք ու ես հասկացա, որ ինձ արդեն լավ չեմ զգում ու մենք իջանք ու ցավում եմ, որ մենք չհասանք տեղ, բայց կհասնենք հիմա երրորդ անգամից։ Շատ սիրուն է, հիմա շրջեմ նա։ Ոնց որ բան է, Game of Thrones-ի մեջ լինենք։ Դե ոնդեր քնած։ Մենք այստեղ եկել էինք Գարնանկես, գրեթե ավարտ ես կասեի, եւ հողը շատ փափուկ էր, խոնավ էր եւ իհարկե, ինչպես տեսնում եք, դժվար անցանելի։ Իհարկե այստեղ կան մեքենաներ, որ վերև են բարձրացնում եւ նաեւ իջեցնում են, ինչքան գիտեմ 10,000 դրամ արժի, բայց եթե ավելի հստակ գիտեք, կարող եք մեկնաբանություններում արժեքը գրել։ Ես այլևս չեմ հիշում ինչ արժեքներ էր բարձրացնել եւ իջեցնելը, բայց դա հնարավոր է։ Հենց սիրուն է այս քարը։ Լավ կներա ձեր մոտ։ Հա, մի հատ վերցնենք, բայց որից վերցնենք։ Որեք ուզեք նույն ձեր ճաշակատները։ Փոքր։ Այստեղ արժեքները համեմատած այլ տեղերի հետ շատ մատչելի էին եւ նաեւ գաթան շատ համեղ էր, արժեքը 1000 դրամ էր։ Հուշանվերները եւս շատ հարմար արժեքներով էին։ Կյանքներուն շատ ծանր արեմ։ Հա, կես ես կտանեմ արևս։ Ոստոց։ Բոտերս կպցնում այստեղ։ Պատերի մեջ քայլենք, ունենք
Հա կարանք, եթե կարանք։ Այ հիմա ես այստեղ ոտերից ցեխը կմաքրեմ։ Մենք ներքևում իջել ենք ու ոտքով բարձանում ենք։ Բարձանում ենք այն հրաշք տեղը։ Շոտ սիրուն է։ Վրացը քլինց նայեք, ես ինչ թույնը։ Ոչես մրսում տղես։ Իսկ մինիմ քեզ։ Հապ իսկ անքես։ Թողեմ քո մոտ։ Մենք ավելի շատ կրճատեցինք ճանապարհը, քան կարայինք։ Չէ՞։ Չգիտեմ։ Ոնց հասկացվում, որ ինձ նիհարել է պետք։ Նիհարել։ Խուլո պոպ։ Կյանք վերքս կարաս բերես հետը։ Այս ծաղիկի անունը գորդալիս է։ Տեղեր կար, որ նաև վիշապա ծաղիկ էին ասում։ Տեսեք ինչպես է չէ համապատասխանում տարածքին։ Այն գրանցված է կարմիր գրքում եւ քաղել չի կարելի, բայց դա իհարկե իմ տղուկը հասցրել էր քաղել։ Պարզապես եթե մի օր հանդիպեք, ուղղակի մի քաղեք սա։ Եթե երկար ճանապարհ եք գնալու ու այդ ճանապարհին հասցնելու են ձեր ծաղիկները թոշնել, ավելի լավ է դաշտի ծաղիկները թողնել դաշտում։ Իհարկե ես այդպես ծանր չեմ տանում մյուսների պես, եթե ձեր սիրտը տվել է, որ քաղեք մի քանի ծաղիկ, որոնք այսպես թե այնպես ծաղկելու են, ես ընդհանրապես դրան դեմ չեմ։ Բայց եթե գիտենք որոշ ծաղիկների տեսակներ, որոնք վերացող են ու պետք է պահպանել, ապա դուք էլ կիսվեք, ես էլ կկիսվեմ իմ հերթին, որպեսզի մենք դրանք չքաղենք։ Այնքան սիրուն է, շատ սիրուն է։ Ստեղ արդեն 4 օտալով իջացրու։ Անս ցնխ։ Լեո։ Հələ իջնում ու այդքան ճամփեմ դե գրկած իջնում։ Փելեին։ Հա, ասա։ Ամոթ։ Ասա ամոթ։ Խաղանք հիմա չէ։ Ծաղիկը։ Ծաղիկ։ Հա, այսի ծաղիկը։ Այնի ծաղիկ չէր։ Հուրա։ Օ, ինձ սիրուն է։ Բայց մի քաղի։ Իչև հասնենք տեղ կճլորի։ Անշա հոտը։ Ամբողջ ճանապարհին իհարկե այս գեղեցիկ տեսարանի հետ մեկտեղ նաև նկատելի էր մեծ քանակությամբ աղբ։ Եվ մենք ամոթանք էինք տալիս ցանկացածին, ով գցել է։ Գրեթե միշտ մենք մեր հետ ունենում ենք ձեռնոցներ եւ աղբի տոպրակներ, որպեսզի եւ բարձրանալուց եւ իջնելուց մեզ հետ հավաքենք ինչ կարող ենք, բայց այս անգամ ոչ մի կերպ չստացվեց, որովհետեւ ծանր էինք բարձրանում, հետո չունեինք մեզ հետ այդ տոպրակներն ու ձեռնոցները ու ամեն անգամ տեսնելուց մի այլ կարգի ցավ էի ապրում, որ գրեթե բոլոր տեղերում նկատելի է նման բան, ինչը ինձ շատ ցավեցնում է։ Եվ իմացեք, որ ես բոլոր այդ աղբը նետողներին ցանկանում եմ, որ իրենց տանը, իրենց շրջապատում լինի այդ ամեն ինչը, որ իրենք զգան, թե դա ընդհանրապես ինչ է։ Առաջին անգամը մենք միջև այս հատվածը եկել ենք մեքենայով, իսկ այս անգամ ամբողջը բարձրացանք ոտքով, իհարկե դժվար էր, բայց անասելի հաճելի էր։ Իմ խորհուրդը ձեզ, եթե գալիս եք, ապա բարձրացեք ոտքով, որպեսզի հիանաք այս ամբողջ տեսարանով ու դա չտևի 1-2 րոպե, այլ իսկապես վայելեք ձեր փոքրիկ վերելքը։
Իհարկե նաև կարող եք հաշվել, թե ես ամբողջ ճանապարհի ընթացքում քանի անգամ ասացի, որ շատ սիրուն է եւ իսկապես անասելի սիրուն էր։ Իհարկե ամբողջ ճանապարհը Լևոնը քայլում էր Լեոյի հետ 14 կիլոգրամը իր ուսերին, ինչը իր համար ավելի դժվար էր, քան իմ համար այս ամբողջը նայել, ուսումնասիրել, նկարել ու ասել, թե ինչքան սիրուն է։ Շատ սիրուն է, շատ։ Ամբողջ լանջը ծածկված էր ծաղիկներով, զինծաղիկներով, մանուշակներով եւ իհարկե Շնչակտուրներով գորգալիցներով։ Շունչ քաշը։ Հասանք տեղ։ Հրաշք ուղղակի շատ սիրուն է։ Հաստատ արժեր։ Այսքան ճանապարհն անցնել ծխտում է։ Հա՞։ Լեոյի հետ եմ անում։ Добавить досыпать, то прям арбуз варим. Մենք հասանք տեղ։ Ու մի քիչ ավելի մեծ էի պատկերացնում, լավ ծառն ասում, որ դեից հաճի։ Մի քիչ ավելի մեծ էի պատկերացնում, որպես այդպիսին, որ ասեմ, սենց շատ ատմոսֆերներ հին եկեղեցու համար, չէ, կստեմ, բայց ընդհանուր ճանապարհը, ընդհանուր տեսքը 10-ից 10։ Այնքան շատ աղբ կար ճանապարհին, բայց մենք ոչ ձեռնոց ունեինք, ոչ աղբի տոպրակներ, որ մեր հետ հավաքենք, հեսա մեր զիբիլը մեր հետ իջացնում ենք։ Շատ ցավալի է դա տեսնել ու ամեն տեղ, ամեն անգամ, չգիտեմ, շատ վատ է։ Ահա եւ վերջ, այսօր ավարտվեց, մի հատ է գաթա վերցրեցինք ու կրկին ոտքով կիշնենք ներքև։ Լեո մի հատ հատիկով արա։